Ողջույն սիրելի ընկերներ, այսօր խոսելու ենք 2026 թվականի սեպտեմբեր ամսվա կանխատեսումների մասին, որոնք վերաբերում են հողի երկրորդ նշանի ներկայացուցիչներին, մեր շատ սիրելի կույսերին։ Սիրելիներս, ձեզ համար նույնպես սեպտեմբերը լինելու է թեթև, դինամիկ, հանգստանալու ամիս ավելի շատ, որովհետև օգոստոսյան խավարումները նաև մեծապես ազդել են ձեր կյանքի վրա, հատկապես օգոստոսի 28-ի լուսնի խավարումը, որը միաժամանակ նաև լիալուսին էր, տեղի է ունեցել կույսերի 7-րդ ոլորտում, ինչը նշանակում է, որ անմիջապես նրանց կյանքում տեղի են ունեցել որոշակի փոփոխություններ կապված ամուսնությունների տեսքով, կապված ամուսնալուծությունների տեսքով կամ ինչու՞ չէ նաև կապված շրջապատի փոփոխությամբ։ Այդ լիալուսնի մասին, ավելի ճիշտ լուսնի խավարման մասին ունեմ առանձին հոլովակ, սիրելիներս։ Եվ այդ հոլովակը կթողնեմ այս հոլովակի ներքևում նրա հղումը, որպեսզի եթե չեք դիտել, հասկանաք ձեզ համար այդչափ կարևոր լուսնի խավարումը նաև ձեր կյանքի վրա տարածվում է մինչև ուրեմն սեպտեմբերի 10-ը, որովհետև սեպտեմբերի 11-ից նոր կունենանք նորալուսին, այսինքն լիալուսնի կարգավիճակով այդ լուսնի խավարումը 2 շաբաթ է թողնելու իր ազդեցությունը, որպեսզի դուք հասկանաք, թե ինչի վրա ուշադրություն դարձնեք։ Սիրելի կույսեր, Փառք Աստծո, Մերկուրի մոլորակը ուրեմն շատ արագաշարժ է ամբողջ ամսվա ընթացքում եւ ամսվա առաջին 10 օրը գտնվում է ձեր առաջին ոլորտում, այսինքն Մերկուրին առաջին ոլորտում ձեր գլխավոր մոլորակն է, տանն է, շատ ուժեղ է եւ ամսվա առաջին 10 օրը ձեզ համար շատ կարեւոր ժամանակահատված է, որպեսզի ձեր այն բոլոր գործերը, որոնք չեն ստացվել օգոստոս ամսվա ընթացքում, դուք կարողանաք իրականացնել։ Այնուհետև Մերկուրի մոլորակը ամսի 10-ից արդեն մուտք կգործի երկրորդ ֆինանսական դաշտ եւ այստեղ ձեզ մոտ կակտիվանա ուրեմն ֆինանսների հետ կապված հարցերը, միգուցե ինչ որ թղթաբանություն կկատարեք, միգուցե աշխատանք կփնտրեք, միգուցե աշխատավարձի հետ կապված պայմանավորվածությունները կորոշեք, այսինքն այստեղ Մերկուրին բերում է հիմնականում հաղորդակցություն կապված ֆինանսական կարգավիճակի հետ եւ այնուհետև ամսվա վերջում արդեն ամսի 30-ին Մերկուրին մուտք կգործի, կհասցնի ուրեմն մուտք գործել ձեր երրորդ ոլորտ, սա արդեն հոկտեմբեր ամսվա կանխատեսումներում կնշեմ, բայց տեսեք Մերկուրին որքան արագաշարժ է սեպտեմբերին, նշանակում է հոկտեմբերին ունենալու ենք հետընթաց Մերկուրի եւ ոչ միայն հետընթաց Մերկուրի, այլ նաեւ հետընթաց Վեներա, այս Վեներայի մասին ես ունեմ արդեն առանձին հոլովակ, եթե դեռ չեք դիտել, կարող եք դիտել եւ հասկանալ, թե ինչ խնդիրներ է առաջացնում հետընթաց Վեներա, նշանակում է հոկտեմբերը այնքան էլ հաջող ամիս չէ նոր գործ սկսելու համար, նոր մարդկանց հետ ծանոթանալու համար եւ ընդհանրապես ցանկացած նոր իրավիճակի համար։ Նշանակում է, եթե մենք ունենք կարևոր հարցեր, գործեր, դրանք ուրեմն ամբողջ սեպտեմբեր ամսվա ընթացքում կարող ենք իրականացնել շատ հաջող դինամիկ ամիս է։ Դե ինձ սկսենք ամիսը ավելի մանրամասն քննարկել, ուրեմն ամսի 10-ին նշեցի Մերկուրի մուտք է գործում երկրորդ ոլորտ եւ տեսեք ուրեմն մինչև ամսվա վերջ արդեն 20 օր լինելու է ձեր երկրորդ ֆինանսական դաշտում, սա նշանակում է, որ նշեցի արդեն կենտրոնացած եք լինելու ֆինանսների վրա։ Հենց նույն օրը ամսի 10-ին Վեներա մոլորակը տեղափոխվում է ձեր երրորդ ոլորտ, սա նշանակում է ջերմ հարաբերություններ են սպասվում քրոջ եղբոր հետ, ազգականների հետ, հարևանների հետ, տեսեք Վեներան որտեղ հայտնվում է, այնտեղ հաճելի իրավիճակ է եւ նշանակում է երրորդ ոլորտը ուրեմն ձեր ազգականներն են, ձեր հարևաններն են, ձեր քույրն է, ձեր եղբայրն է եւ եթե վաղուց նրանց չեք տեսել, հնարավոր է սեպտեմբերի 10-ից հետո, երբ Վեներա մուտք գործի երրորդ ոլորտ, ուրեմն դուք արդեն ունենաք հնարավորություն նրանց հետ շփվելու։ Նաև սիրելի կույսեր, եթե ավտոմեքենայի հետ կապված հարցեր ունեք, ապա այդ ամենը Վեներայի մուտքով երրորդ ոլորտ շատ արագ եւ հեշտ կարող եք լուծել։ Եթե մեքենան վաճառում եք, գնում եք, վերանորոգում եք, այստեղ նույնպես Վեներան ձեզ օգնելու է։ Նաև այստեղ երրորդ ոլորտը ուրեմն դասընթացներն են, ուրեմն Վեներան երրորդ ոլորտում բերում է շատ մտերմիկ հարաբերություններ, նշանակում է շատ հաճույքով եք հաճախելու այդ դասընթացներին եւ հնարավոր է դասընթացների ժամանակ ունենաք նոր հաճելի ծանոթություն։ Ամսի 10-ին սիրելիներս նաև Ուրան մոլորակը, որը ապրիլի 26-ից մուտք է գործել ձեր 10-րդ ոլորտ, սկսում է իր հետընթացը։ Ուրանը սովորաբար բավականին երկար է լինում հետընթաց, որպես բարձր մոլորակ 5-ից 6 ամիս եւ այստեղ նույնպես մինչեւ փետրվարի 8-ը 2027 թվականի լինելու է հետընթաց։ Հետընթաց Ուրանի մասին կունենամ ուրեմն առանձին հոլովակ իհարկե, սակայն սեպտեմբերի 10-ին Ուրանը սկսում է իր հետընթացը եւ որպեսզի այն սկսի հետ շարժվել, այն պետք է կանգ առնի
որպեսզի հետ շարժվի եւ նշանակում է սեպտեմբերի 9-ին, 10-ին, 11-ին կարող են լինել անկանխատեսելի իրավիճակներ կապված ձեր 10-րդ ոլորտի հետ։ 10-րդ ոլորտը սա բարձրագույն ոլորտն է, հիմնականում կապված է ձեր պաշտոնի, կարիերայի, աշխատավայրի, ղեկավարության, ձեր ինչու՞ չէ ամուսնու կամ նրա ազգականների, ձեր բնակության վայրի, այս թեմաների հետ կապված կարող եք ունենալ շատ անկանխատեսելի ինչ-որ իրավիճակներ։ Ամսի 11-ին տեղի է ունենում նորալուսին ձեր առաջին ոլորտում, սիրելի կույսեր, երբ առաջին ոլորտում է նորալուսինը, նշանակում է ինչ-որ կարևոր մի բան պետք է սկսվի մեր կյանքում, եւ այդ կարևոր բանը կարող է կապված լինել ինչպես առողջության հետ, ինչպես աշխատանքի ֆինանսների հետ, այնպես էլ անձնական հարթակի հետ։ Եվ հատկապես այն կույսերը, ովքեր ծնվել են սեպտեմբերի 10-ին, 11-ին եւ 12-ին, նրանք ավելի ուժգին կզգան այս նորալուսինը, որովհետև նրանց կյանքում միանշանակ ինչ-որ նոր բան է սկսվելու սեպտեմբերի 11-ից հետո։ Ամսի 12-ը, 14-ը շատ լավ օրեր են, որովհետև ձեր գլխավոր մոլորակ Մերկուրին երկրորդ ֆինանսական դաշտից նախ Պլուտոնի, այնուհետև Ուրանի հետ շատ լավ ասպեկտացիաներ ունի, տրին ասպեկտի մեջ է, նշանակում է ամսի 12-ը, 13-ը եւ 14-ը սրանք հոյակապ օրեր են ցանկացած ֆինանսական գործարք կատարելու համար, աշխատանք գտնելու համար, ղեկավարության հետ ուրեմն լավ պայմանավորվածություն ձեռք բերելու համար, ուրեմն տեսեք այստեղ նաեւ ամսի 14-ին ունենք Արև Մարս սեքստիլը, Մարսը իդեպ գտնվում է ձեր 11-րդ ոլորտում մինչև ամսի 28-ը, եւ այստեղ Արևն էլ ձեր առաջին ոլորտում է, ուրեմն այստեղ ուրեմն Արևի եւ Մարսի սեքստիլը կարող է բերել շատ լավ ծանոթություն, հնարավոր է ճանապարհ գնաք, հնարավոր է ընկերական միջավայրում նոր մարդիկ հայտնվեն, հնարավոր է նոր կոլեկտիվ մուտք գործեք, եւ սիրելիներս նաեւ 11-րդ ոլորտը on-line հարթակն է, հնարավոր է այդ ձեր ծանոթությունը տեղի ունենա on-line հարթակում, եթե դուք բիզնես ունեք, on-line հարթակում շատ լավ հնարավորություններ են ձեզ համար բացվում ամսի 14-ից սկսած։ Սակայն ամսի 14-ի երեկոյան Սև լուսինը Լիլիթը մուտք է գործում ձեր 5-րդ ոլորտ։ Սիրելիներս, Լիլիթի մասին նույնպես ունեմ առանձին հոլովակ եւ նշել եմ, որ այն մեր կյանքի վրա բացասական հետք է թողնում անկախ նրա ասպեկտացիաներից, այսինքն դրական թե բացասական, Լիլիթը մեզ դրդում է սխալ քայլերի միշտ եւ այն սովորաբար որևիցե ոլորտում 9 ամիս է լինում եւ տեսեք սեպտեմբերի 14-ից արդեն մուտք է գործում ձեր 5-րդ ոլորտ եւ այստեղ լինելու է մինչեւ 2027 թվականի հունիսի 11-ը։ Նշանակում է այս ամբողջ ժամանակահատվածում, երբ Սև լուսինը կլինի ձեր 5-րդ ոլորտում։ Նախ առաջին հերթին փորձեք միշտ կարգավորել ձեր եւ ձեր երեխաների փոխհարաբերությունները, որովհետև Սև լուսինը անընդհատ առաջացնում է ուրեմն բողոք երեխաներից, իսկ կույսերը առհասարակ իրանք բողոքող տեսակ են, այսինքն փնփնթացող, ոչինչից գոհ չմնացող, եւ տեսեք Սև լուսինն էլ հայտնվում է երեխաների ոլորտում, նշանակում է ձեր եւ ձեր երեխաների փոխհարաբերությունները կարող են վատանալ։ Նաեւ Սև լուսինը 5-րդ ոլորտում կարող է բերել սիրահարվածություն այնպիսի մարդու, որը ձեզ արժանի չէ, սիրելիներս, ուշադիր եղեք, եթե այս ընթացքում ձեր կյանքում կհայտնվի ինչ-որ մեկը, որը ձեզ գեղեցիկ, չգիտեմ, երկինք ու երկիր խոսք կտա, նշանակում է մի հավատացեք, մի փոքր ուշադիր եղեք, որովհետև նա կարող է լինել խաբեբա եւ կարող է պարզապես հետագայում, ասենք, ձեզանից գումար կորզել կամ շանտաժի ենթարկել ձեզ, մի խոսքով ուշադիր եղեք, որովհետև Սև լուսինը այստեղ տհաճ իրավիճակներ է մեր կյանքում առաջացնում։ Եվ բացի դրանից 5-րդ ոլորտը ուրեմն նշեցի ստեղծագործական աշխատանքն է, եթե դուք այդպիսի աշխատանքով եք զբաղվում, ուշադիր եղեք, որովհետև այստեղ նույնպես կարող են լինել որոշակի տարաձայնություններ։ Ամսի 18-ը երևի թե ամբողջ սեպտեմբեր ամսվա եզակի լարված օրն է, որ պետք է ուշադրություն դարձնել ֆինանսներին։ Բացատրեմ ինչու, որովհետև այստեղ Մերկուրին Սատուրն մոլորակի հետ ընդդիմության մեջ է։ Սատուրնը նույնպես ձեր 8-րդ ֆինանսական դաշտում է եւ ձեզ ընդհանրապես խորհուրդ կտամ, որ ամսի 18-ին ֆինանսական ոչ մի գործարք, բանկային ոչ մի գործարք չկատարեք, մեծ արք ու վաճառք չկատարեք։ Այսօրը լարված ֆինանսական օր է լինելու։ Ամսի 26-ին ունենք Լիալուսին եւ այս Լիալուսինը տեղի է ունենում ձեր 8-րդ ոլորտում, սովորաբար Լիալուսինը իր հետքը թողնում է իրենից հետո 14 օրվա ընթացքում։ Եվ տեսեք 8-րդ ոլորտը սա մեծ ֆինանսավորող կազմակերպություններն են, ընդհանրապես բանկային հարցերն են, ժառանգության խնդիրն են եւ այս Լիալուսինը բերում է վերջակետ։ Վերջակետ նմանատիպ հարցերին ունեիք վարկ, ունեիք բանկի հետ կապված խնդիր, այդ խնդիրը ավարտվում է, ձեր վարկը վճարում եք եւ վերջ։ Արդեն էլ պարտք չունեք։
Նաև 8-րդ ոլորտը նշեցի ժառանգության հետ կապված հարցերն են, եթե այդպիսի հարցեր կան ձեր կյանքում, հնարավոր է արդեն հասկանալի լինի, թե ինչպես ինչ տարբերակով դուք կարող եք այդ հարցը լուծել։ Ուրեմն սիրելիներս, 8-րդ ոլորտը նաև ներկայացնում է գաղտնի սիրային կապերը, եւ եթե այդպիսի մարդ կա ձեր կյանքում, այս լիալուսինը կարող է վերջակետ դնել այդ մարդու հետ փոխհարաբերություններին։ Եվ ամսվա վերջում, ամսի 30-ին նշեցի, Մերկուրի մոլորակը տեղափոխվում է արդեն ձեր 3-րդ ոլորտ, այստեղ բերելու է ակտիվություն, շփում, եղբոր, քրոջ, ազգականների, հարևանների, մտերիմ մարդկանց հետ, այսինքն այստեղ շատ եռուզեռ է լինելու նման մարդկանց հետ։ Հնարավոր է նաև օրինակ ինչ-որ կարևոր իրադարձություն լինի ձեր եղբոր կամ քրոջ կյանքում, եւ բացի դրանից 3-րդ ոլորտը նաև արք ու վաճառքի ոլորտն է, եւ եթե դուք դրանով եք զբաղված, ապա սեպտեմբերի 30-ից հետո Մերկուրին կբերի բավականին ակտիվություն ձեր գործողություններում։ Սակայն եւս մեկ անգամ հիշեցնեմ, որ Մերկուրին հոկտեմբերի վերջին շաբաթը պատրաստվում է լինել հետընթաց եւ նշանակում է, եթե դուք ունեք ինչ-որ այդպիսի իրավիճակներ, երբ կարևոր մեծ ինչ-որ անշարժ գույք եք վաճառում, մեքենա եք վաճառում կամ ցանկանում եք գնել, այդ ամենը իրականացրեք, երբ Մերկուրի մոլորակը առաջընթաց է։ Դե այն սիրելի գույսեր, այսքանը ձեր սեպտեմբեր ամսվա կանխատեսումների համար, կհանդիպենք հաջորդ հոլովակում։ Առայժմ